Պարոն Մեսրոպյան, մի հատ ընդհանրապես թեմային չվերաբերող հարց, ոստիկանները դահլիճում ինչ են անում։ Կարգն է սա։ Ինչ կարգ, ումից։ Նիստերին իրավունք ունի մասնակցելու հանձնաժողովի նիստերը դռնբաց նիստեր են եւ հանձնաժողովի նիստերին իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որոնք նախապես գրանցվել են աշխատակազմում նիստերի օրակարգը տեղադրելուց եւ հայտարարելուց առաջ եւ հետեւաբար բարձրապնդում անել, որ այս կամ այն անձնավորությունը ինչ գործ ունի դահլիճում, դա անընդունելի պնդում է եւ սրանով բերեք սահմանափակվենք։ Հանձնաժողովի նիստին համազգեստով ոստիկանի ներկայության հիմնավորումը դրանից այն կողմ չի լինում, չեն հասցնելու դուռը բաց են գան, եթե այստեղ ինչ-որ պոտենցիալ անկարգություն հրահրող կա կամ եսի միջ կա։ Չի սազում, որովհետև նորից եմ կրկնում, 4 կողմաներ կա։ Հանձնաժողով իր աշխատակազմով, լրագրողներ, կառավարչի աշխատում, ՀԿ-ները մեկ են։ Ով է այստեղ պոտենցիալ ռիսկը, ով է, որ ոստիկանության աշխատակիցները պետք է գտնվեն սրահում։ Պարոն Ղազարյան, չեմ ուզում հիմա բանավեճի մեջ մտնենք։ Բանավեճ չի, հրավիրեք խոսում։ Չեմ, մի րոպե, ես եմ որոշում այստեղ 6-րդ անգամ եմ կրկնում։ Ես եմ նիստը վարողը, ես եմ որոշում ոնց եմ անելու։ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի դուք եք ստիպում, Հայաստանի Հանրապետության։ Իրավունք չունեք, հասկանում եմ դուք եք։ Ուրեմն ուշադրի լսեք, դուք հիմա ինձ լսեք, հարցադրումս չեմ ավարտել։ Ձեր ձայնը չբարձրացրեք 1, երկրորդ անդադ կրկնելով, որ ես նիստը վարում եմ, չի ստացվում, որ վարում եք 2, եւ երրորդը շատ տրամաբանական հարց եմ բարձրացնում։ Ոստիկանության համազգեստով աշխատողները գտնվում են դահլիճում։ Հարց. ռիսկ կա արդյոք թե ոչ, ձեր ասած անկարգության կամ մյուսի։ Երկրորդը, ռիսկ ում կողմից եք տեսնում։ Պատասխանում եմ։ Ինչ? Հրազեն կրող մարդ կա այս պահին դահլիճում, իմանալ։ Եթե ձեր մեծագույն խնդիրը ոստիկանների դահլիճում գտնվել չգտնվելն է, հարգելի ոստիկաններ, հենց այս վարկանին խնդրում եմ դահլիճից դուրս սպասեք եւ անհրաժեշտության դեպքում ձեզ կհրավիրենք ներս։